Շատ բնական է, որ ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները պետք է բռնվեին ընտրակաշառք տալու վրա։ Իրանք ուրիշ ձև չգիտեն, բայց ինչ անեն։ Օրինակ օլիգարխի հարազատ եղբայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար եղած տարիներին, կամ ՀՀԿ խմբակցության ղեկավար, կամ ՀՀԿ խմբակցության падգամավոր եղած երկար տարիների ընթացքում ուրիշ ինչ պետք է սովորած լիներ։ Բնականաբար ընտրակաշառք տալու արվեստը, ընտրակաշառք տալու թեորիան եւ պրակտիկան։ Կամ այն, ասենք, չգիտեմ, Վայոց ձորի նախկին հանրապետական մարզպետը, ուրիշ ինչ պետք է սովորած լիներ Սերժ Սարգսյանից եւ հանրապետականներից։ Իհարկե, ինչպես տալ ընտրակաշառք, ընտրակաշառքի հիմունքները։ Այդ որ ասում են իրանց ձևը հանրապետականների ու քոչայանականների ձևն է։ Տալ ընտրակաշառք եւ վերցնել ժողովրդից ընտրելու իրավունքը։ Եվ հիմա իրանք բոլորով այս 2018 թվականից սկսած արդեն 8 տարի տարապում են ուղղակի, իրանք տարապում են։ Ինչի են տարապում, որովհետեւ իրանք քրոնիկ զզվանք ունեն ժողովրդից։ Իրանք համար զզվելի է, որ ժողովուրդը կարող է ինչ-որ բան որոշի։ Իրանց ձևը ենթադրում է, որ իրանք պետքա որոշեն, իր ժողովուրդը պետքա լինի ստրուկի կարգավիճակով։ Իրանց պետքա հասնի հարստությունը, ժողովրդին պետքա հասնի պատերազմը, հակամարտությունը։ Ու այս ձևն են իրանք ուզում վերադարձնել, բայց քանի որ գիտեն, որ ժողովուրդը չի ընտրելու իրանց, նորից հին այդ բաները, ֆանտոմային ցանկություններն այ հայտ գալիս եւ ուզում են ընտրակաշառք բաժանել, բայց չի ստացվելու։ Բռնվելու են բոլորը, ինչպես էս ընտրակերտար ձևիցները բռնվեցին, բռնվելու են բոլորը, ովքեր փորձելու են մարդկանց կաշառք տալ, եւ նաեւ ասեմ ավելին, ժողովուրդն թող իմանա, բռնվելու են բոլորը, ովքեր ընտրակաշառք վերցնելու են։ Կալուգացի օլիգարխի թիմակիցների ընտրակաշառք տալու վրա բռնվելու լուրից անցել է 2 օր։ Ինչ տեղի ունեցավ այս 2 օրերի ընթացքում։ Արդյոք երկարամյա լրագրողները, անաչառ խմբագիրները, չգիտեմ, ինտելիգենցիան, մտավորականները, հոգևորականները դատապարտող հայտարարություններ արեցին, ընդհանրապես անդրադարձան այս թեմային։ Այն երկու մանեթանոց լացողները արդյոք հրապարակումներ արեցին, ասելով Աստված իմ, այս ինչ է կատարվում, ինչպես կարելի է կաշառք տալ մարդկանց։ Արդյոք Կտիչ Ներսյանը հավաքեց Գերագույն հոգևոր խորհուրդը եւ դատապարտող հայտարարություն ընդունեց, որ քրիստոնեությանը հակասում է մարդուն առնել եւ ծախելու պիղծ գործելակերպը։ Արդյոք այն երկարամյա անաչառ խմբագիրները խմբագրական գրեցին, որ մարդիկ ուզում են մեր ժողովրդավարությունը քարուքանդ անել։ Իհարկե ոչ, իսկ գիտեք ինչու ոչ, որովհետև այս բոլորը այդ ընտրակաշառքի շահառուներն են։ Այս բոլորը տանել չեն կարողանում այն փաստը, որ 2018 թվականից հետո իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ոչ թե իրենց խմբակներին կամ իրենց տերերի խմբակներին։ Եվ դրա համար իրենք ոչ մի ձայն չեն անի, ոչ մի լացուկոս չեն դնի։ Բայց իրենք լացուկոս կդնեն։ Իրենք լացուկոս կդնեն հունիսի 7-ին, երբ որ իրենց ժողովուրդը ցույց կտա իրենց տեղը, որը ոնց որ թե մոռացել են։ Լսեք, իսկ այդ ձեր ուժեղ օլիգարխը, ինչի երբեք ինքն իր բերանով չի խոսում։ Բոլորով ընկել եք եթերներում, ցանցերում ամեն օր ուժեղ, հոպարն ուժեղ է, հեսա տեսեք ինչ է անում, պապան ուժեղ է, հեսա գալիս է տեսեք ինչեր է անում, բայց ձեր ուժեղը ինչի ինքը իր բերանով չի խոսում։ Քննչական կոմիտեն հատուկ երևի 8 անգամ հայտարարեց, որ ոչ մի արգելք չկար իր հրապարակային խոսքի վրա, բայց ինչի չի խոսում։ Կարող է որովհետև կիսագրագետ է։ Վստահ եմ բոլորդ լսել եք այն գաղտնալսումները, որոնցով արհեստական Սամոյի թիմակիցները բռնվել են կաշառք բաժանելու վրա։ Այդ գաղտնալսումների մեջ մի քանի բանը ամենաշատը աչք ծակող sense կամ ականջ ծակող, եթե կուզեք։ Մեկը այն է, որ այդ գաղտնալսվողներից մեկ ակնհայտորեն հասկանում է, որ այս հեռախոսով այս բոլոր խոսակցությունները ոչ մի լավ տեղ չեն տանում։ Բոլորի նախատիր խետրված հեռախոսով sense բաներ մի խոսա, հեռախոսով sense բաներ մի խոսա ու մեջներից ամենաշոստրը նրանցից ասում լավ չեմ ասի փող բեր, ասեմ քյաբաբ բեր։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, սիրելի քյաբաբիկներ, սա ձեր համար Կալուգայի Նիժնի Տաբերի գյուղապետի ընտրությունները չեն, որ մարդկանց առուծախով ձեն ծախել առնելով ձեր համար փորձեք հարցեր լուծել։ Այդ քյաբաբը շատ հետաքրքիր բան է։ Կերեք այդ քյաբաբը քանի կարակ ազատության մեջ, որտեղ բանտում իհարկե սնունդը լավացել է, բայց չգիտեմ, ուզածդ պահի քյաբաբ կարաս ուտես, թե չես կարա ուտես։ Իսկ այդ բոլոր ընտրակաշառատներով հայտնվելու եք բանտում։ Եղավ սիրելի քյաբաբիկներ։ Դե առայժմ Այսօր հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն 50-ից ավել մարդ է ձերբակալել վաղարշաբաթի ընտրություններում Վանեցյանի կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու համար։ Ու այդ գաղտնալսումներն էի լսում ու ականջս էլի մի կտոր շատ ծակեց, այսպես այդ ընտրակաշառատու կանանցից մեկն է խոսում մյուսի հետ, ասում է մի Ղարաբաղցու ենք զանգել, ասեց ձեր ինչ գործ ես գնացել եմ ընտրության, թե չէ ինչ է ասում, ասում է դու անասուն, բա որ մեր ինչ գործ, բա խես եկել գրանցվել եւ այլն։ Ու ուզում եմ ասել, որ շատ նորմալ է սա։ Անչափ նորմալ է։ Այս մարդիկ, այս ընտրակաշառատուները, ընդդիմադիր ընտրակաշառատուներ, այսինքն ուրիշ ընտրակաշառատու էլ չկա, մենակ ընդդիմադիր ընտրակաշառատուներն են։ Մարդկանց հենց այդպես էլ վերաբերվում են։ Մարդիկ սրանց աչքերում անասուն են։ Գիտեք ինչի։ Որովհետև իրանք երբ որ մեկին փող են տալի, իրանք մտածում են, որ այդ մեկին առան։ Իսկ եթե առան, առնվողը մարդ չի իրենց աչքերում, առնվողը անասուն է։ Սիրելի քաղաքացիներ, մի թողեք, որ ձեզ վերաբերվեն որպես անասուն։ Ցանկացած ընտրակաշառքի մասին ինֆորմացիա ունենալու դեպքում հայտնեք իրավապահ մարմիններին։ Իսկ բոլոր սրանց ուզում եմ ասել, որ ձեր ժամանակները հարգելի մարդավաճառներ
ավարտվել են ու ավարտվել են միջնադարում։ Հաջողություն։ Ողջույն, սիրելի քաղաքացիներ, վստահաբար հետևում եք վարչապետի մամուլի ասուլիսներին, կառավարության նիստերից հետո եւ տեսնում եք, թե լրագրողներն ինչ հարցադրումներ են անում երկրի ղեկավարին։ Ժողովրդական լեզվով ասած, երբեմն չանա են տալիս շատ հարցերի վերաբերյալ, անցնելով լրագրողական էթիկայի սահմանները, ել չեմ խոսում այլ սահմաններ հատելու մասին։ Խոսում են անգամ լրագրողների նկատմամբ ճնշումների մասին, խոսում են խոսքի ազատության սահմանափակումների մասին Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս ֆոնին ես ցանկացա բոլորիս հիշեցնել, թե ինչ էր կատարվում 2018 թվականի ոչ բռնի թավշաժողովրդական հեղափոխությունից առաջ Հայաստանի Հանրապետությունում ամենատարբեր տարիներին։ Օրինակ, այս դրվագը 2010 թվականի մի դրվագ է, երբ Ալրաղացի Լովիկ մականունով անձնավորությունը մտնում է ընտրատեղամաս եւ ահա թե ինչ է պատմում լրագրողը այդ դեպքի մասին։ Մի խոսքով տենց որ մենք խնդրեցինք, որ ինքը դուրս գա, որտեվ իրավունք չուներ տեղամասում գտնվելու եւ ընդհանրապես այդ տեղամասը բարդակ էր հիշեցնում։ Ու ամենից սկսեց այդտեղից, որ ինքը այլագոտ, ես 25 տեղ տուն ունեմ, որտեղ ուզեմ մտնելու եմ, ընտրելու եմ, ժամանակի Մարնե Խառատյանիններ նախապես ասել, որ 25 տեղ տուն ունի եւ ամենտեղ մտնելու է քվեարկի եւ ասում ենք դու գնա այստեղից, ասում է ես ընտրող եմ, ես չեմ գնալու բան այդպես։ Մի խոսքով արդեն սեռական բնույթի հայհոյանքների անցավ։ Առանձին ուշադրության են արժանի 2016 թվականի իրադարձությունները, որտեղ օրինակ Լևոն Երանոսյանը պատասխանում է լրագրողի հարցին մեկնաբանելով գիշերը տեղի ունեցած բռնությունների դեպքերը։ Լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառվեցին։ Ես չգիտեմ, բայց կարծես թե ձեր հրամանով սկսվեց ամեն ինչ։ Հատ անալիզ արեք։ Ասում է անալիզ արեք, փոխ ոստիկանապետը լրագրողին հարցինի պատասխան։ Գնացեք անալիզ արեք, ասում է։ Բայց 2016 թվականի իրադարձություններին անդրադառնալիս հարկ է նաև դիտել Ազատության ռեպորտաժը, որտեղ մանրամասն նկարագրում է թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին։ Հունիսի 23-ի լուսադեմին Բաղրամյան պողոտայում իրականացված ոստիկանական օպերացիայի ընթացքում մոտ 1 տասնյակ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ էին բռնության ենթարկվել։ Մեծամասամբ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ու կարմիր բերետավորները կոտրել էին նրանց տեսախցիկները, լուսանկարչական սարքերը։ Պատմում էին, որ հիմնական թիրախը հիշողության քարտերն են եղել։ Ոչ թալանին նախաձեռնության ցույցը ծրելուց հետո ընդհանուր առմամբ ոստիկանական տարբեր բաժիններ են տարվել 237 քաղաքացիներ, ինչպես Բաղրամյան պողոտայից, այնպես էլ Մերձակայքից։ Մկո, որտեղ է լրագրող ես։ Բերման են ենթարկում քեզ։ Մի առանձնահատուկ կերպար էր օրինակ ՀԿ-ական падգամավոր Մեր Սետրակյանը, նույն ինքը Թոխմախի մահերը, ով ընդհանրապես չէր կաշկանդվում լրագրողների ծնոտները ջարդել կամ սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Շատ թեթև։ Давай, յալլա։ Давай ինչ մասա։ Կատամ ծնոտը փոքր, բայց давай թռել։ Ինչի՞ ամ։ Արդեն կապները կդրվել է։ Լսեցինք, որ ասում եք, ես ինչ նախիրա։ Ականջները երևի լավ չի։ Դուք բան չեք ասել։ Մաքրեք մի հատ։ Տարենկոմ վերանս մի մցրա։ Վերանը չի մցրել։ Էլի վերադառնալով էլեկտրիկ Երևանի իրադարձություններին պետք է հիշենք նաև Վլադիմիր Գասպարյանին։ Այս երկրի համար մի բան արա, որ սպառնալուց խոսած։ Նկատի ունեմ ցուցարարների հանդեպ։ Ուրեմն լսում ես ինչ եմ ասում։ Այս երկրի համար մի բան արա գոնե, ապրած այդ կյանքը լեզուդ շախտալով չի։ Չեք վերջից ես։ Այն մեթոդներով, որ օրենքը տվել է ինձ, եւ շատ խիստ։ Չեք լսեցի հիմա։ Ինչ մեթոդներով։ Որթի նման։ Ասում էին ծնոտներդ կջարդենք։ Սեռական բնույթի ամենավերջին հայհոյանքներն էին տալիս, աչքերի մեջ նայելով լրագրողների միկրոֆոնի մեջ հենց։ Արգրավում էին, տեխնիկան տանում ջարդում էին, խուզարկում էին, չիպերը հանում էին գրպաններից լրագրողների եւ օպերատորների, դատարկում հետ էին տալիս կամ հետ չէին տալիս։ Ասում էին այ հորդ, ուղիղ լրագրողների աչքերի մեջ նայելով բոլորի առաջ։ Եվ որևէ բան տեղի չէր ունենում, որևէ բան։ Եվ ուրեմն ինչու են այս նույն լրագրողները այսօր ծառայում այս նույն մարդկանց, այդ նույն ուժերին, ովքեր նրանց ամենավերջին սեռական հայհոյանքներն էին տալիս, ծեծում ջարդում էին, գույքն էին ձեռքերից խլում իրենց տեխնիկական միջոցները, հեռախոսները եւ այլն եւ այդպես շարունակ։ Սա ինչ է նշանակում, որ նրանց դուր էր գալիս։ Այլ բան չի մնում մտածել, որ նրանց դուր էր գալիս այս վերաբերմունքի իրենց նկատմամբ, որովհետեւ այն ազատությունները, որոնք կան այսօր Հայաստանում, եւ այն պահվածքը, որոնք դրսևորում են այսօրվա նույն լրագրողները, որոնք ներկայացված են այս տեսանյութերում, առնվազն այլ բան մտածելու տեղ չի տալիս։ Բայց ըստ էության նրանք թող իրենց հույսները կտրեն։ Հայաստանում այլևս նման կարգեր եւ բարքեր չեն լինելու։ Նրանց դուր եկած միջավայրը չի վերադառնալու
այլևս երբեք։ Եվ եթե ուզում են կարող են Բելարուսի տոմս առնել, գնալ իրենց լրագրողական գործունեությունը ծավալել Բելարուսում։ Այնտեղ վստահաբար իրենց երազած միջավայրը կլինի իրենց համար։ Ռուսաստանն էլ կարան գնան, այս վերջին ժամանակներում տարբեր օրենքներ են ընդունվել խոսքի ազատության սահմանափակման, համացանցի սահմանափակման, կարծում նրանք իրենց ավելի լավ կզգան այդ միջավայրում լրագրողական գործունեություն ծավալելիս։ Ես ուղղակի ցանկացա հիշեցնել ձեզ, թե ինչ էր կատարվում 2018 թվականի ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից առաջ տարբեր տարիներին Հայաստանում եւ ինչպես են իրենց դրսեւորում այդ նույն լրագրողները ունենալով բացարձակ ազատություն։ Եվ վերջում էլ ցանկանում եմ ասել, որ որևէ լրագրողի չեմ ցանկանում թիրախավորել։ Այստեղ ներկայացված որևէ լրագրողի, օպերատորի կամ լուսանկարչի չեմ ցանկանում թիրախավորել։ Պարզապես սրանք հանրահայտ փաստեր են, բաց աղբյուրներում եղած տեղեկատվություններ են, որոնցով ցանկացա կիսվել ձեզ հետ, որպեսզի մենք իմանանք ճշմարտությունը եւ ճիշտ գնահատենք այն, ինչ ունենք այսօր իրական Հայաստանում։ Լավ եղեք եւ լավ օր բոլորիդ։